Բարոյցս հարգելի ֆուտբոլասերներ, քիչ անց Ուրարտու մարզադաշտում կմեկնարկի Հաֆելի Winter Cup-ի 6-րդ տուրի Նյուքասլ Բայեր Լևերկուզեն հանդիպումը։ Հա ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են գալիս խաղադաշտ։ Վարկաներած կմեկնարկի հանդիպումը կլսվի մրցավար Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչը։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար, թիմերը այսօր բավականին մարտական են տրամադրված եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսօրվա երեկոն ավարտեն բարձր եւ հաղթական տրամադրությամբ։ Նյուքասլ Բայեր Լևերկուզեն հրաշալի դիտարժան բովանդակալից խաղ է սպասվում։ Կարծում եմ այսօր բոլորս միասին ականատես կլինենք բովանդակալից հանդիպման։ Խաղը մեկնարկում է բարեկամներ Նյուքասլ Բայեր։ Եկեք այս պայն հարագորեն ասնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին, սկսենք Նյուքասլից, համար 2 Սերգեյ Ասրյան, համար 10 Արսեն Սարգսյան, համար 11 Ռոնալդ Մելքումյան, համար 13 Արսեն Հարությունյան, համար 14 Ալեն Սարգսյան, համար 15 Տիգրան Համբարձումյան, 18 Հարութ Մանգասարյան, 22 համարի մարզաշապիկով Միքայել Առաքելյանն է։ Հաջորդը մեզ մոտ Վալերի Բաբայան, համար 25 Նարեկ Դանելյան, համար 27 Հայկ Աթայան եւ համար 77 Մհետ Մկրտումյան։ Բայեր, համար 1 Թաթուլ Սեբոյան, համար 3 Հովո Կուլղինյան, համար 4 Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնաուրյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 11 Գագիկ Ղուկասյան, համար 22 Ալեն Հարոյան եւ համար 33 Հարություն Օհանյան։ Բայերն է գնդակով։ Հարված։ Փոխանցում դեպի Աչեզար եւ գնդակը դիպավ, այո։ Նյուքասլի ֆուտբոլիստի ձեռքին։ Փոխանցում առաջ։ Նյուքասլի կազմում ծրագրում 222 կա։ Հարված, առասնում է դարպասապահը, գրոչի ավարտվել, հիմա Նյուքասլն է գնդակով, փոխանցում առաջ, ստանում է գնդակը խաղընկերը և հարված դարպասից։ Բայերն է գնդակով, Ասի Ավետիսյան, փոխանցում առաջ, չի ասավ խաղընկերը, փոխանցմանը,
Եվ հիմա գրոհելու հերթը արդեն Նյուքասլին է։ Սարգսյան։ Հերթական անհաջող փոխանցումը։ Արված արդեն Նյուքասլի դարպասից դերևս ակտիվ չեն թիմերը դանդաղ են պաշտպանությունից անցնում հարձակման փոխանցում առաջ հրաշալի փոխանցում էր Սարգսյան փոխանցում Չեզոքացնում է սպառնալիքը, հարված շեղեր։ Բայրի հերթական գրողը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Աղատիսյան ուժեղ էր փոխանցումը և խաղընկերը չհասավ գնդակին Հավասար պայքարում է դեռևս անցնում հանդիպումը Երկու թիմերն էլ անդադար գրոհում են, բայց գրոհները զուրկ են սրությունից Հիմա գնդակով Նյուքասլի ֆուտբոլիստներն են և ետ փոխանցում դեպի դարպասապահը Ավետիսյան ընդունում է գնդակ աղասի Ավետիսյանը Փոխանցում Դարպասապահը տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում առաջ Արագ հակագրոհ տեսնենք Եվ կրկին անհաջող ստացվեց գրոհի փորձը Շատ են այո շատ են սխալ փոխանցումները այսօրվա խաղում Հակ է, բայրի տուկանային հրապարակ տանող բոլոր ճանապարհները Եվ եզրային նետում Նյուքասլի գնդակով Ֆուտբոլիստները խլում են գնդակը և շարժում առաջ Փոխանցում է պետք կատարել այստեղ Ութ րոպե անցել է Խաղի մեկնարկից հաշիվը բացված չէ 0-0 Նյուքասլ Բայեր Սա Հաֆելու Վինթեր կապի 6-րդ տուրի հանդիպում է Աղասի Ավետիսյանը ստանում է գնդակը խաղադաշտի կենտրոնում Գրոհ շարունակում է Փոխանցում Չկարողացավ ընդունել գնդակը Բայերի ֆուտբոլիստը և դարպասապահը տիրում է գնդակին ու այն անմիջապես ուղարկում առաջ բայց վայրկյան նրանց գնդակը հայտնվում է Բայերի մոտ Վտանգավոր դրություն է հարված և գոլ
Բայց այստեղ մրցավարը կգա եւ կդիտի դրվագի կրկնապատկերը։ Որոշում կայացնի մրցավարը գնդակը։ Գոլն արձանագրված է։ Եվ Նյուքասլի կազմում հաշիվը բացում է Կամո Մանգասարյանը։ Հայկ Աթայանի փոխանցումից հետո Կամո Մանգասարյանը բացում է խաղի հաշիվը եւ վտանգավոր դիրքում Նյուքասլը ստացել է տուգանային հարվածի իրավունք։ Արսեն Սարգսյանը կիրացնի տուգանայինը։ Սարգսյան փոխանցում հարված եւ անկյունային հարվածի իրավունք են վաստակում Նյուքասլի ֆուտբոլիստները։ Փոխանցում հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ հաշիվը դառնում է 2-0։ Հայկ Աթայանը դառնում է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Երկու 0 Հայկ Աթայանը կրկնապատկում է հաշիվը եւ Բայերը հայտնվում է բավականին դժվար իրավիճակում։ Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Աթայանը։ Փոխանցում առաջ Սարգսյան։ Փոխանցում Սարգսյան։ Հարված եւ հրաշալի խաղում Բայերի դարպասապահը եւս մեկ հարված։ Խուճապ էր Բայերի տուգանային հրապարակում։ Բայերի հրահատեսնակին զարգացում կստանա, շարժում է առաջ, հրաշալի է խաղում, փոխանցում է պետք կատարել և չեզոքաստում է սպառնալիքը Նյուքասլի ֆուտբոլիստները։ Մանգասարյան, Սարգսյան։ Սեն Սարգսյան։ Հրաշալի են համագործակցում խաղադաշտում Նյուքասլի ֆուտբոլիստները և վաստակում են հերթական անկյունայինը։ Սարգսյան։ Հարված բարձր են թանում հարվածը։ Հայկ Աթայանի և Կամո Մանգասարյանի խփած գնդակների շնորհիվ Նյուքասլը դեռևս հաղթում է 2-0 հաշվով Բայերին։
Հաղթում է Նյուքասլը և գրովում է կրկին Նյուքասլը։ Հասնում է գնդակի Նյուքասլի ֆուտբոլիստը, բայց չի կարողանում շրջանցել, սակայն վաստակում է եզրային նետման իրավունք։ Բեռն է գնդակով։ Հրաշալի է խաղում, արված։ Եվ գնդակը հայտնվում է դարպասում, հաշիվը դառնում է 3-0, գոլի հեղինակ է դառնում Արսեն Սարգսյանը, համար 10։ Արսեն Սարգսյանը հաշիվը դարձնում է 3-0, հրաշալի հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 3-0 Նյուքասլ Բայեր, արդեն 3 գնդակ առաջին խաղակեսում։ Խնում են գնդակը Բայերի ֆուտբոլիստները, Ավետիսյան, Մանգասարյան փոխանցում։ Չեզոքացնում է սպառնալիքի Բայերի խաղացողները։ Շարժում է առաջ, բայց կորցնում գնդակը։ Խոնցում Աչիազար, հարված, հրաշքով գնդակը չայտնվեց Նյուքասլի դարպասում։ Եզրային նետում։ Սարգսյան կենտրոնում ստանում է գնդակը Սարգսյանը։ Մանգասարյան։ Կրկին Մանգասարյան փոխանցում։ Եվ անկյունային հարված, հերթական անկյունայինը կիրացնեն Նյուքասլի ֆուտբոլիստները։ Հարված դարպասից։ Բայերն է կրկին գրոհում, տեսնենք ինչպես կընթանա այս գրոհը, փոխանցում և դարպասապահը տիրում է գնդակին, ու այն անմիջապես ուղարկում առաջ։ Սարգսյան, փոխանցում, հարված, հրկում է դրությունը դարպասապահը։ Հիմա հերթը արդեն Բայերն է գրոհելու և գնդակի կորուստ։ Փորձեց շրջանցել միանգամից երկու ֆուտբոլիստի, բայց կորցրեց գնդակը, հիմա Նյուքասլն է գնդակով։ Քսաներորդ րոպեն է խաղի 3-0 հաշվով Նյուքասլը հաղթում է Բայերին։
Winter Cup-ի 6-րդ տուրի շրջանակներում Ավետիսյան փոխանցում առաջ եւ հանգիստ դարպասապահը տիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում դեպի Արսեն Սարգսյանն, որն էլ հրաշալի փոխանցում է կատարում դեպի Մանգասարյանը, բայց խաղանկերը չկարողացավ եզրափակել գրոհը։ Հրաշալի է խաղում Բայերի ֆուտբոլիստը եւ խաղի կանոնների խախտում։ Արվացը դարպասին, բայց Արվացը շեղեր։ Նյուքասլն է գնդակով։ Սարգսյան։ Հեռացնում է դարպասապահը։ Սան Մանգասարյան հարված եւ հաշիվը դառնում է 4-0 Կամո Մանգասարյանը դառնում է դուբլի հեղինակ հաշիվը դարձնելով 4-0 Հանդիպան 22-րդ րոպեին Կամո Մանգասարյանը հաշիվը դարձնում է 4-0 եւ դրանով իսկ հաշիվը դարձնում է էլ ավելի ջախջախիչ Հիմա Բայերն է գնդակով երկար փոխանցում դեպի Աչիազար Այո, ակնհայտ խաղի կանոնների խախտում Մանգասարյան հարված շեղեր, հարվածը Չշտապում Նյուքասլի ֆուտբոլիստները քանի որ հաղթում են 4-0 հաշվով, փոխանցում առաջ Սարգսյան հրաշալի փոխանցում էր եւ անկյունային հարված Փոխանցում հեռացնում է գնդակը, բայց այն մնում է Նյուքասլի մոտ Մանգասարյան Փոխանցում դեպի Սարգսյանը, բայց Նյուքասլը վաստակում է հերթական անկյունային հարվածը Խաղարկում է անկյունայինը եւ գնդակի կորուստ Սարգսյան Հրաշալի է համագործակցում Որսում է գնդակը Արսեն Սարգսյանը, բայց գնդակը մնում է Նյուքասլի մոտ հարված Եվ կրկին անկյունային հարված այս անգամ արդեն խաղադաշտի մյուս եզրից
Գյունայինը իրացված է։ Հարված։ Կրկին Գյունային։ Փոխանցում։ Սարգսյան փոխանցում։ Հարված։ Առաջին խաղակեսը ավարտվում է, բարեկամներ, առաջին կեսից հետո Նյուքասլը հաղթում է 4-0 հաշվով, այս պահին կարճատել դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Afeli Winter Cup-ի 6-րդ տուրի Newcastle Bayer Leverkusen հանդիպումը արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը։ Առաջին կեսից հետո Newcastle-ը հաղթում է 4-0 հաշվով։ Բավականին հետաքրքիր եւ գոլառատ պայքարում անցավ առաջին կեսը։ Newcastle-ը հրաշալի խաղ է ցույց տալիս այսօր եւ արդեն առաջին կեսում կարողացել է 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Տեսնենք ինչ ընթացք ունենա բարեկամներ երկրորդ խաղակեսը։ Հիմա կրկին Newcastle-ն է գնդակով։ Ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Այո, առաջին կեսն անցավ փոխնիկող գրողներով։ Ճիշտ է, մեկնարկային րոպեներից երկու թիմերն էլ փոքրինչ պասիվ էին գրողներում, բայց հետագայում Newcastle-ը իր մեջ ուժ գտավ եւ կարողացավ նետվել առաջ եւ 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Հիմա Բայերն է գնդակով աչեզրով շարժում են առաջ, փոխանց հարված եւ դարպասապահը շատ հանգիստ դարձնում է գնդակը։ Վալերի Բաբայան, Հանգասարյան փոխանցում։ Եզրային նետում տեսնենք ինչպես կզարգանա Բայերի հերթական գրողը գնդակի կորուստ պարզ իրավիճակում։ Հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում Աղասի Ավետիսյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը 4-1։ Մեկ 4 Բայերին վերջապես հաջողվում է գրավել դարպասը։ Բաբայան ետ փոխանցում։ Կրկին Վալերին է գնդակով։ Փոխանցում դեպի աջ ձախ եզր։ Պետք է հեռացնել սեփական տուգանային հրապարակից։ Ավետիսյան փոխանցում Չստացվեց Աղասի Ավետիսյանի հարվածը։ Փոխանցում առաջ, հրաշալի փոխանցում էր, բայց դարպասապահը կարողացավ որսալ գնդակը։ Ուզեք մեջտեղ, ովա։
կրկին Բայերն է գնդակով, Ձախեզ Օսլանում է առաջ Բայերի ֆուտբոլիստը, հարված և թույլ էր հարվածը, Բաբայան, Մելքումյան, հարված, հրաշալի է խաղում Բայերի դարպասապահը փրկելով դրությունը և հարակ հակագրող հիմա հարված և հարվածը կրկին թույլ ստացվեց և Նյուքասլի դարպասապահը շատ հանգիստ վերցրեց գնդակը հասնում է գնդակին Բաբայանը սլանում է առաջ փոխանցում չստացվեց հարվածը, չստացվեց խաղընկերոջ հարվածը երկար փոխանցում առաջ Վալերի Բաբայան չստացվեց փոխանցումը և եզրային նետում ուժեղը փոխանցումը, բայց Ավետիսյանը հասնում է գնդակին խաղի կանոնների խախտում Նյուքասլն է գնդակով տեսնենք ինչպես կզարգացնեն իրենց հերթական գրոհը չեն շտապում կարճ փոխանցումներով փորձում են շարժվել առաջ Սարգսյան հրաշալի փոխանցում էր և Բայերի ֆուտբոլիստները չեզոքացնում են սպառնալիքը Սարգսյան հրաշալի փոխանցում էր բայց խաղընկերը չհասավ փոխանցմանը փոխանցում Բաբայան Սարգսյանը ստանում է գնդակը և փորձում զարգացնել թիմի հերթական գրոհը Մելքումյան և եզրային նետում
Կրկին Սարգսյանն է գնդակով։ Չեն դադարում գրոհել Նյուքասլի ֆուտբոլիստները։ Փոխանցում։ Առանց շտապելու այդ փոխանցում դեպի դարպասապա կրկին Սարգսյան։ Կարելի է հարվածել հարված եւ բարձր ընթանում հարվածը։ Խորում է գնդակը Բայերի ֆուտբոլիստը։ Անջել է Արսեն Սարգսյանը, ետ փոխանցում։ Բայերն է գնդակով։ Տուգանային հարվածի իրավունք են վաստակել Բայերի ֆուտբոլիստները, հարված։ Հեռացնում է դարպասապահը։ Տանկավոր դրություն է։ Չեզոքացնում է սպառնալիքը։ Հարված և շեղ է։ Սաշես Նյուքասլի 9 համար է փոխված։ Բայերն է գնդակով։ Եվ եզրային նետում։ Այո, կար խախտում, ցույց է տալիս մրցավարը։ Կորդ է դոստը։ Ապելես տպարություն սր ինադու կայնար ոտից հետո սր վար։ Ասպես ձերուն կելեն դեց խորում են ինադու բար չեք դեց։ Արդ ասպորտ պես էլի։ Հոլա դրել է։ Արսեն թող, Միշան թորդեկը խաղան, Միշան հետը խաղան, Արսեն եքստը բրատ։ Լավ, Միշան պիտի կաղուն է բրատ, լավ, Միշան, լավ։ Տուգանային արված աղասի, Ավետիսյանը կիրաստի Տուգանայինը։ Հարվածում է դարպասին, դարպասապա բրուսներով հեռացնում է գնդակը։
Չկարողացավ հասնել գնդակին Նյուքասլի ֆուտբոլիստը։ Եվ եզրային նետում ուժեղ էր փոխանցումը։ Նյուքասլն է գնդակով, Սարգսյան։ Փոխանցում առաջ։ Ավետիսյան։ Նիմեկը։ Խախտում է կանոնները։ Նյուքասլի ֆուտբոլիստը։ Արսը սուսուրա եվ, բրատ եվ։ Համար մեջի գոլես մուսախ հպուտները Նյուքասլ Բայեր Լևերկուզեն 4-1 Նյուքասլը հաղթում է 4-1 հաշվով Վինտեր կապի 6-րդ տուրի շրջանակներում հիմա Բայերն է գրոհում հեղափոխում է կենտրոն փոխանցում ձախ եզար հարված և հրաշալի է խաղում դարպասապահը Ora Horistan kızımı Sara Çırskarat'tan hastı. Yasin Mbappe ki hastı. Ola sen hazır günden kızını kurtarta kalıştırmayın. Նյուքասլն է գնդակով բարեկամներ Սարգսյան անընդհատ տեղաշարժում է խաղադաշտում Արսեն Սարգսյանը հավասարապես բաշխելով ուժերը նա օգնության է ասում թե պաշտպաններին և թե հարձակողներին Ռոնալդ Մելքումյանը հարվածեց դարպասին հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից Հիմա Բայերն է գնդակով Վադիցանը միշաջած, վադիցանը Սարգսյան փոխանցում աչեսր հարված Եվ անկյունային իրավունք են վաստակում Նյուքասլի ֆուտբոլիստերը Սարգսյանը ինքը կիրացնի անկյունայինը հարվածում է դարպասին
Մատիսյան հեռացնել գնդակը սեփական տիգանային հրապարակից հրաշալի փոխանցում էր գրոչի ավարտել բայարի տեսնենք հարված և աշիվը դառնում է 4-2 4-2 Արթուր Պետրոսյանը խփեց բայարի հերթական գնդակը Վտանգավոր դրություն է Խանցում, հեռացնում են գնդակը և խաղ կանոնների խաղթում Նյուքասլը գնդակով Սարգսյան Ետ փոխանցում հարված Ինչի այստեղ հարված Եվ աշիվը դառնում է 5-2 Արսեն Սարգսյանը դարձավ գոլի եղինակ Աշիվը դառնում է 5-2 բարեկամներ Նյուքասլը գնդակով Ֆուտբոլիստը Պետրոսյան Գրոչի ավարտվել հարված շեղեր Կրկին Նյուքասլը գնդակով Սարգսյան փոխանցում Աչիազար Բաբայան Վտանգավոր դրություն է Եվ աշիվը դառնում է 6-2 գոլի եղինակը Նյուքասլի 15 համարն է Տիգրան Համբարձումյանը Եզրային նետում
Բայերնի գնդակով Ոչի չոմջա, ոչի չետը։ հարված եւ բարձր ընթանում, հարվածը Մենակ, կեմա։ Կարելի է։ վտանգավոր է անհաջող էր խանցումը եւ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է Նյուքասլը հաղթում է Բայերին 6-2 հաշվով շնորհավորում եմ Նյուքասլին հրաշալի հաղթանակի կապակցությամբ եւ ավարտում ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Շավարժ Հարությունյանը մեկնաբանեց հանդիպումը ցտեսություն